Երթևեկիր անվտանգ և օգնիր զինվորին։ 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը և ըստ էության նաև բնական եմ համարում, որ ներկայիս կառավարությունը որակել է որպես իներցիոն այս փաստաթուղթը հասկանալի պատճառներով, բայց մեր համար շատ կարևոր գործոն կա, հանգամանք կա, որ ի վերջո մենք կարողանանք մեր ժողովրդին, մեր հայրենակիցներին Հայաստանի Հանրապետությունում արձանագրենք ոչ թե կայունացման, ոչ թե իներցիոն, այլ հզորացման, հաղթական բյուջե, խնդիրների հաղթահարման բյուջե։ Մասնավորապես տարբեր տարիների կառավարության տարբեր ներկայացուցիչներ տարբեր ծրագրեր են ներկայացրել, տարբեր վերլուծություններ են արել։ Այնուամենայնիվ մենք պետք է կարողանանք հասնել նաև ներկայիս իրավիճակը արձանագրելով, որ ոլորտային մենք խնդիրները առանձնացրել ենք առաջնային, երկրորդային և երրորդական և կարողանալով խոցելի մեր սոցիալական խմբերը առանձնացնելով ավելի շեշտադրված քաղաքականություն վարել, ավելի մեծ միջոցներ հատկացնել սոցիալական խմբերին։ Մասնավորապես մենք նույն ոլորտային պետք է կարողանանք ի վերջո ես պարբերաբար առիթ եմ ունեցել ցավոք սրտի տարբեր կառավարության ներկայացուցիչների ասելու և հիմա էլ եմ բարձրաձայնում, որ տարբեր ոլորտի մենք ներկայացուցիչներ ունենք, որ նրանց աշխատավարձը մեր իրականության հետ անհամադրելի է, չափազանց ցածր է, մասնավորապես ուսուցիչների հետ կապված, պետական ծառայողների, զինծառայողների, ի վերջո մենք երբ ենք կարողանալու տարվա կտրվածքով թեկուզ 1 տարի շուտ 2 տարի տարբերությամբ կարողանանք հայտարարել այս ամբիոնից և ներկայացնել, որ օրինակ 2020 թվականը լինելու է Հայաստանի ուսուցիչների համար աշխատավարձի բարձրացման տարի, զինծառայողների համար լինելու է 2021-ը էական փոփոխությունների տարի։ Մենք պետք է կարողանանք կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրավորել նաև բյուջեի հոսքերը, այն հնարավոր նաև ներդրումները, որոնք մենք կանխատեսում ենք, որ պետք է տեղի ունենան խորհրդարանական ընտրություններից հետո, ծրագրավորելով քայլ առ քայլ մոտիկանանք այս հարցերին։ Քանի որ խոսքը գնում է 2019 թվականի բյուջեի մասով, ես ինքս մշտապես քաղաքացիների հետ կապի մեջ եմ և տարբեր խնդիրների անդրադարձել եմ և հիմա ժամանակն է եկել, որպեսզի խնդիրներ կան բյուջեով իրենց լուծումը ստանան։ Մասնավորապես հարգելի կառավարության ներկայացուցիչներ, ընդունեք նաև այս խոսքերս որպես առաջարկություն և այս առաջարկության մեջ կան շատ ավելի մանրակրկիտ հանգամանքներ, ինչի հետ առիթ կունենանք խոսելու և ներկայացնելու։ Ես ինքս ներկայացրել եմ Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն 6 փողոցի 66A/1 շենքի, նույն համանուն վարչական շրջանի 6-րդ փողոցի 68A շենքի անմխիթար վիճակի հետ կապված ես առաջարկում եմ առհասարակ կառավարությունը աշխատանքային խումբ կազմի տեղում իրավիճակի հետ ծանոթանալու, որովհետև այդտեղ անմարդկային հակասանիտարական միջավայր է ձևավորվել և այդ երկու շենքերի ապամոնտաժման և բնակիչների հետ կապված սոցիալական ծրագիր իրականացնելու այլընտրանք պարզապես չեմ տեսնում։ Բազմաթիվ անգամներ մենք խոսել ենք մայրաքաղաք Երևանում մեր բազմամյա 2800 տարեկան մայրաքաղաքի նաև տարբեր հատվածներում ծրագրեր իրականացնելու։ Խոսքը գնում է Հին Երևան ծրագրի մասին։ Շատ հստակ առաջարկություն եմ անում, այն հատվածը, որտեղ տարիներ շարունակ խոսվել է և ներկայացվել է, ոչ մի գործնական քայլեր ըստ էության էլի չեն արվել։ Ժամկետները ամբողջությամբ խախտվել են, քաղաքաշինական ծրագրերն ու նորմերը ամբողջությամբ էլի փոխվել են։ Ես առաջարկում եմ Հին Երևան ծրագիրը իրականացնել Կոնդ թաղամասում, մեր մայրաքաղաքի կենտրոնում, տարածքում բազմաթիվ ճարտարապետական կոթող շինություններ կա և ընդհանուր թե բնակիչների իրացման հարցը կարելի է լուծել, թե տարածքը զբոսաշրջության համար շատ լավ տարածք կարելի է դարձնել։ Մի շարք առաջարկություններ կան առհասարակ բյուջեի հետ կապված, որոնք իր մեջ քիչ առաջ էլ ասացի, կրում են կարճաժամկետ և երկարաժամկետ բնույթ։ Մենք մեր խմբակցությունով բնականաբար քննարկել ենք, ամբողջությամբ սատարելու ենք այս գործընթացը, որ հաջողությամբ իր ուրույն տեղը զբաղեցնի և գտնում ենք, որ այդ ծրագրերը, ինչի մասին էլ խոսեցինք և մի շարք այլ ծրագրեր, որոնք որ մենք ներկայացրել ենք, օրհասական են և շուտապույտ լուծում են պահանջում։ Շնորհակալություն ուշադրության համար։